Երեխեք ջան, սկսում ենք նոր վլոգ, այս հրաշք կադրով, տեսեք մի հատ սրա սիրունությունը, այս կանաչ գույնը իմ սիրելի գույներից է, կադր լավ չի փոխանցում, բայց ինքը շատ սիրուն խակի կանաչ է, ու սպիտակի հետ կանաչը, ամուսինս նորից որոշել էր անակնկալ կերպով ուրախացնել իր կնոջը ու ստացվեց, ճիշտն ասած դրսում էր ինքը, սանգեց, որ իջնեմ գնանք մի քանի գործեր ունեինք անելու, մեքենայի հետևի նստատեղին էր դրած ու շորը դրած էր վրան, մի պահ թեքվեցի նայեցի, թե որ սովորական շորը դրած է հետևում, շոքելով չի հագել, տենց մտածեցի, փաստորեն շորի տակ սա էր, ամենավերջում եկանք, որ արդեն պետք է մեր իրերը վերցնենք բարձրանանք վերև, սկզբում այդ հետևի դուռը բացեցի, որ ես եմ էլի շուտ իջել, ինքը փաստորեն արհեստականորեն նստած մնաց մեքենայի մեջ, ինադու, սենց ասած, որ ես իջնեմ, հետևի դուռը բացեմ ու այդ ամեն ինչը վերցնեմ, դե գիտեմ բնավորությունը, որ եթե արագ ավելի ես անում եմ, կնախընտրեմ անեմ, մինչև ինքը իջնի, կփոխանցեմ իրեն։ Պետքա ըստ իր պլանների, պետքա ես հետևի դուռը բացեի, այդ շորը վերցնեի ու շորի տակ տեսնեի այս սիրունությունը։ Էլ ես ուզում էի արդեն դուռը բացեի ու փոշմանեցի, չգիտես ինչի, բայց իրոք ոչ տեսել եմ, ոչ էլ հասկացել եմ, էլի, որ նման բան կա։ Ասացի, չէ, փոշմանեցի, արի դու վերցրա քո շորերը, մտածես, թե արդեն տեսել եմ ինչ-որ, չգիտեմ, պոչը կամ կռահել եմ ինչ-որ բան։ Փաստորեն ամեն ինչ սկզբում պրավալ գնաց, ես շորը չվերցրեցի, այն որ մի հատ հաղորդում կա է, որ մատանին դրելա տորթի մեջ ասում է դե կեր էլի, լուրիվ այդ պահը դարձավ մեր մոտ, բայց ամեն դեպքում էլի ստացված էր, ինքը իր շորը վերցրեց, ինձ հանեց, սիրուն տվեց ինձ, հիմա տանեմ է սիրունությունը մի հատ դնեմ ջրի մեջ ու արդեն սկսենք մեր օրը։ Մի հատ տեսեք են իմ հին ստացած ծաղիկները ինչ օրի են ընկել, բայց ամեն դեպքում դեռ դեն նետելու չեն, այն ծաղկասեր մարդիկ ինձ կհասկանան, տեսեք ստեղ ինչքան թարմ է մնացել, դրել եմ այսենց պուչյուրիկ կոլբայի մեջ, միջև իրանք էլ իրանց շունչը կպչեն այսպես ասած, բայց շատ սիրուն է այնպես է, որ այս սև գծիկները հանած, ինքը շատ սիրուն է, մի 2 շաբաթից ավել հաստատ կա, եթե ոչ ավել։ Սա էլ արդեն ջրի մեջ դրված, այսպես ինձ թվում է, այս թղթի գույնը ավելի բնական է ցույց տալիս, այս խակի կանաչը, որ սպիտակի հետ շատ ասազում, իր մշտական տեղում է ինքը դրված, որ իմ անցուդարձի ժամանակ աչքիս առաջ լինի, ամեն անգամ նայեմ հիանամ, այսպես։ Երեխեք, այստեղ ես շաուրմայի նախապատրաստման գործի մեջ եմ, կտրատել եմ այստեղ լավ կծու բիբար, լոլիկ և սող, այս անգամ լավաշով չեմ պատրաստում, այլ հացով ու մի փոքր մեծ հացով, մենակ ամուսնուս համար եմ պատրաստելու, դրա համար եմ այսքան կտրատել, հացի չափսը կտեսնեք մի քանի վայրկյան հետո, որովհետև ամուսնուս ասել եմ վերցնի բերի, այս մահին էլ արդեն հավի միսն ու կարտոֆիլն է եփում, հիմա ցույց տամ։ Այսա, ամբողջը ձեթի մեջ կորել է, բայց ամեն դեպքում ոչինչ բան չի մնացել, մի 10 րոպե էլ եփի հանեմ, արագ պատրաստեմ, որ պետքա տանից դուրս գանք։
Երեխեք, մենք Վայլբերիսից նորից բան ունենք վերցնելու, օրը կիրակի է, գնացինք եկեղեցի առավոտյան, հիմա էլ մի հատ մտնենք Վայլբերիս, այդ ինչը որ պետք է վերցնենք փորձարկենք, տեսնեմ եթե խնդիր չի ունենա, տանը արդեն ցույց կտամ։ Պատվիրել էի այսպիսի ստրելկաներ, զայրատկայի դրվող, պուլտով, տաքացվող տեններով ծմռան համար ու փաստորեն ինչքան ապրանքը թանկ է լինում, այդքան ավելի անորակ, բայց ոչ բոլոր ապրանքների մասին է խոսքս։ Մտածում էի, թե իդեալական պետք է աշխատի ու հաստատ հետ տալու խնդիր չի լինելու, այն էլ փաստորեն այնքան աննշանի կերինքը տաքացնում, որ համարյա չէր զգացվում ու ձմռանը ինքը բացարձակ չէր օգնի։ Դրա համար ստիպված հիմա հավաքում ենք, նորից հետ ուղարկենք ու ես մեկ այլ տարբերակ նայեմ։ Անցած տարի ավելի մատչելի մի տարբերակ պատվիրեցինք, իրա վրայի լարը պոկվեց, այս անգամ մի հատ հասկանամ ինչ տարբերակ կարող ենք պատվիրել, որ լարի խնդիր չլինի, այս տեսակը հարմար էր, որ զայրատկի դնես, ամբողջությամբ լցնի ու հաջորդ օրը օրինակ, մեկ օր առաջ դնես, հաջորդ օրը ամբողջ օրը հագիտ լինի, ինքը 3 աստիճաններով էր, այդպես, հիմա հետ տանք ու տեսնեմ ինչ եմ գտնում ուրիշ Վայլբերիսով։ Երեխեք մենք Վայլբերիսից դուրս եկանք, ճիշտ ասած չվերցրեցինք ինչը որ պատվիրել էինք, որովհետև չէր տաքացնում, մի փոքր կադր սանց առաջ դրել եմ, արդեն տեսակ թե ինչն է։ Մտանք մթերային, հիմա էլ գնում ենք տուն։ Քանի որ խանութում ցույց չտվեցի, եկի մոտ մի հատ արագ ցույց տամ ինչ ենք վերցրել ու գնամ նախաճաշ պատրաստեմ։ Հիմնականում մենք լավաշ ենք առնում, բայց մեկ-մեկ մեր սիրտը սենց հաց ուզում վերցրեցինք հաց, այստեղ փախլավա, մածուն, որպեսզի թան սարքեմ, թան շատ ենք սիրում, մեր մշտական ձիթապտուղը, անբաժան արդեն ես վերջին օրին դարձած, մեկ էլ ձու, այսինքն փոքրիկ առևտուր, հիմա մի հատ գնամ դասավորեմ, նախաճաշը սարքեմ, ուտենք ու անցնենք հաջորդ գործերի։ Որը ոչ ոք չի տեսնում։ Պահիր քո լեզուն չարությունից եւ քո Երեխեք, մեզ մոտ օր ա փոխվել, մեր խոհանոցում ոնց որ փղեր անցած լինեն, կողմում չնայեք լվացած եւ չլվացած ափսեներն են, այսօր առավոտյան վաղ եմ արթնացել, հիմա մի հատ սուրճ տնենք միասին, այս իմ դեհեր սիրելի բաժակով, եղունգներս ինչպես նկատեցիք նորից հանել եմ, բայց ոչինչ պետք է գնամ սալոնում մի հատ սարքեմ, որովհետև ես ինքս իմը մի փոքր ձախը աչով չեմ կարում էլի սարքեմ, այդպես, հիմա մի հատ սուրճ տնեմ, քաղցրով խմեմ ու անցնեմ այս վիճակը կարգավորելուն, փայլացնելուն ամեն բան, բայց ամենից առաջ սուրճ, ճիշտ է, նենց չի, որ եթե չխմեմ չի լինի գլուխս կսկսի ցավել եւ այլն, չկա նմանատիպ բաներ, կախվածություն չունեմ սուրճի հետ, բայց քանի որ իմ սիրելի քաղցրը ունեմ, պետքա սուրճի հետ ուտեմ, առանձին էի ուզում, բայց չէ, գազս էլ պետքա մաքրեմ, ցույց չեմ տալիս, գնամ մի խոսքով լավ պատրաստեմ, խմեմ ու անցնեմ մաքրությանս, սուրճս պատրաստեմ, քաղցրավենիքը նույնպես, ես ինձ թվում է այս վլոգի մեջ տեսած կլինեք, ամենասիրելին իմ, հասցրեցի մի փոքր թափեմ, խոհանոցում չեմ սիրում սուրճ խմել, դրա համար գալիս եմ զալ պատուհանի մոտ արև ու իմ համար վայելում եմ գնացի, նաև ցանկացած ցույց տալ վայելքից մեկ հատված, որից հետո միասին կգնանք մի հատ մեր խոհանոցը կարգի կբերենք, որ հանգիստ արդեն կարողանանք շունչ քաշել։